Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք շատ համով ջերոցում պատրաստվող կաֆտաներ և կողքը պանչարեղեն և իրա հետ պատրաստելու ենք վարունգով մածնափրտոշ։ Իրականում այս երեքը իրար հետ շատ համով է ստացվում, բայց շատ կարևոր է միսի ֆարշը ինչպես ենք բռնում։ Ու մեր միսի համար այստեղ ունենք դավարի աղացած միս, որը արդեն ունենք պատրաստ է մոտավոր 400 գրամ։ Ավելացնելու ենք իրա վրա Այստեղ ունենք արդեն սխտորը ճզմած ենք, սոխը կերիչով անցկացրած ենք, մի քիչ պետք է մանրացնենք այստեղից բղբեղ, որի վրա ավելացնելու ենք սխտոր, որը ճզմել ենք արդեն մոտավոր 3-ից 4 հատ, մի հատ սոխ, արդեն կերիչով անցկացրել ենք, ավելացնելու ենք համեմունքներ։ Այսօր պատրաստելու ենք մսով և պանչարեղենով կաֆտա։ Մեզ հարկավոր է 400-ից 500 գրամ դավարի աղացած միս, 3-ից 4 բջեղ սխտոր, ճզմված, կարմիր և կանաչ բղբեղ, 2 հատ լոլիկ, մի հատ սոխ, 2 հատ չիլի բղբեղ և մի փունջ ազատկեղմ կամ մաղդանուս։ Մի հատ սոխ քերիչով անցկացրած, մսի խառնուրդի մեջ օգտագործելու ենք կարմիր քինի։ Մենք օգտագործում ենք քարե կարմիր քինի։ Կաֆտային հետ պատրաստելու ենք մածնափրտոշ վարունգով։ Մեզ պետք է մի հատ վարունգ, 1.5 բաժակ մածուն և 2 հատ սխտոր։ Համեմունքներից մեզ պետք է աղ, սև բղբեղ, ցիտրոն, կարմիր բղբեղ գուզու և քաղցր, քիմոն և չորացրած անանուխ։ Այսօր կտեսնենք ինչն է առանձնահատուկ այս ֆարշին։ Հիմա ավելացնելու եմ միսը, մի հատ կտալ վերցնեմ, ավելացնելու ենք մեր կերած սոխը, սխտորը ճզմած։ Այստեղ պետք է ավելացնենք մի քանի հատ ազատկեղ կամ մաղդանոս, մի հատ արագի վրա մանրացնենք ու ավելացնենք։ Այնտեղ մնում է համեմունքներ, որ հեսա կտեսնենք ինչ ենք ավելացնելու։ Մի փոքր վերցնում ենք ու մանրացնում ենք։ Այս սեզոնի մաղդանոսները կամ ազատկեղները դենց մեծ են ու պարտամ, հոտնել նման, ես էլ սիրում եմ իրականում և ամենտեղ օգտագործում եմ, ովքեր որ ինձ շուտվանից են հետևում, գիտեն, ես իրան ավելի համեմից ավելի եմ հավանում, դենց չէ որ համեմը չեմ սիրում, բայց համեմը սիրում եմ իրա հատուկ տեղերը։ Հիմա, առաջ որ համեմունքները ավելացնենք, մի հատ գաղտնիք ասեմ, ես միսի վրա ավելացնելու եմ քինի։ Իհարկե մենք օգտագործում ենք քարե քինիները, որոնք շուկայում հիմա նոր են ու շատ համեղ։ Իրականում քինին միսին ավելի համովություն է տալիս ու ես մշտական մանավանդ դավարի միսի վրա շատ եմ ավելացնում։ Լինի էդի լոլիկով սոսերի, լինի էդի քեբաբների տեսակ և այլն, ինքը ավելի դենց հարստություն է տալիս։ Դուք էլ ավելացրեք և գսկաք տարբերությունը։ Իսկ հիմա պետք է բացենք քինին։ Յամի, անշուշտ ինձ օգնեցին մեր ընկերները։ Հազիվ եմ ես ինձի բռնում, որ չի խմեմ։ Okay։ Սա քո համեցեք։ Ավելացում ենք քինին։ Հիմա համեմունքները։ Աղ, սև բղբեղ, մի քիչ էլ աղացածից, մի քիչ կարմիր բղբեղ, քաղցրներ, մի քիչ գծու, որ մխոն ուրախանա։ Եվ ցիտրոն։
Իրականում շատ եմ հավանում այս մարանի գիտարաները, շատ հեշտ ու արագ ու մաքուր է։ Իսկ հիմա ավելացնելու ենք քիմոն։ Ցերնոց եւ շաղում ենք։ Մեր միսը արդեն պատրաստ է։ Իրականում, եթե հիմա մենք եթերում չլինեինք, ես էսի կթողեի մի կես ժամ, 1 ժամ ավելի միսը տենց համերը իրար միանում են, բայց որովհետև մենք եթեր ենք, կարող ենք միանգամից արդեն եփել։ Բայց դուք եթե ցերդանը ժամանակ ունենաք, կարող եք սառնարանում թողել մի ժամ, ավելի տենց համերը իրար կպնում է։ Մենք մի հատ ենք ցերնոց հագվելու ու արդեն կաֆտաները անենք ուղարկենք ջրոց։ Ուրեմն, ցերկով այսպես տապակացնում ենք, մի թեթև այսպես օվալացև ասենք, տապակ ու կարանք այսպես մադիգի դեղեր հանել կամ կարող ենք բադրակաղով անել։ Չմոդենաս, որուն համար եմ անում, համեցեք, այսպես բադրակաղով կարող ենք անել ու թնել։ Հետո հաջորդը, նորեն օվալացև տապակացնում ենք, սկզբում, հետո սկսում ենք փանալ ձեռքի մեջ ու արդեն բադրակաղով անում ենք այսպես ու ավելացում ենք սինին ու այսպես շարունակում ենք։ Շատ հեշտ է պատրաստվում, ուղղակի պետքա ոչ գլոր անեք, ոչ տափակ անեք, ոչ էլ գլոր։ Ոչ գլոր անեք, ոչ տափակ անեք, ոչ գլոր, նույնը ասեցի։ Այո, ամեցեք, հացեց եմ խոսում, չէի խոսում, նորմալ բան չէի խոսում արդեն։ Տեսակ ինչքան հեշտ է պատրաստվում, եթե պետքա կարող եք ձեր ընտանիքի մույս անդամներին էլ կանչել, հրավիրել, բոլորով մեկ պատրաստել, օրինակ ձեր զավակներին, ձեր զույգին։ Ու այսպիսի ուտելիքներ իրականում պետք չէ, որ մեկը շատ ինչ-որ խոհարարական հմտություններ ունենա, որ պատրաստի։ Դրա համար ես մեկ-մեկ պատրաստում եմ ու ցես ցույց եմ ուզում տամ, որ ինքը ամեն ինչ կարող եք պատրաստել։ Մի վախենաք, որ ինչ-որ չգիտեք, կարող է համով չլինի։ Տուխով պատրաստեք։ Մի անգամ գվարեք, մի անգամ անհանգը պատրաստեք, բայց մյուս անգամ կստացվի։ Քանի որ մեկը չի գա, որ ծնելա պատրաստելով կամ ինչ-որ գիտե ինչպես է պատրաստվում։ Միշտ պետքա պատրաստես, սխալվես, պրակտիկան շատ կարևոր է։ Եթե չպատրաստես, մեկա չես սովորելու։ Մնաց 2 կաֆտա կամ 3 երևի։ Այած։ Կարող եք, ես էսի 400 գրամով եմ արել, եթե դուք ձեր ընտանիքում ավելի շատ եք, կարող եք 1 կիլո միսով անեք։ Դե իհարկե մնացած բաղադրիչները կավելացնեք, օրինակ քինին, ես քարորդ բաժակ եմ դրել, դուք կթնեք կես կամ մի քիչ ավել։ Մի թեթև ցիտաբդղից հետ եմ ուզում անեմ վրան, չնայած տենց չէ որ չորա մեր միսը, բայց ավելի համա տալիս։
Հիմա ավելացնելու ենք բանջարեղենը։ Մի թեթև գեղվում ենք, այսինքն կարող ենք միան վերջին շերտը վերցնել ու մնացածը թողել։ Երկու մաս։ Ունենք հիմա բղբեղը, կարող ենք սենց երկու կեսով տնել, մեկ էլ կանաչ բղբեղը ու լոլիկը, 4 մասի, այսպես շարում ենք, իսկ կարմիր բղբեղները գծուն չենք մոռանում, կարող ենք այսպես ծայրերը թնել։ Մի հատ սրանց վրայով անցնենք, հիմա ուղարկում ենք չերոց։ Մենք մի հատ ստեղ մաքրենք սավայով ու հետ վերադառնանք, որպեսզի պատրաստենք մածնափրտոշը։ Հիմա միսը միջև եփի, անշուշտ աստիճանը դրել ենք 180 աստիճանի, թողել ենք մոտավոր 30 րոպե միջև լավ եփի եւ կարմրի, ու մենք պատրաստելու ենք մածնափրտոշը։ Այստեղ ունենք մի հատ վարունգ։ Իրականում ես չեմ սիրում կեղվել, քանի որ ավելի տենց խրխտան եմ սիրում, բայց մի քիչ ավելի մանր եմ կտրատում։ Այսպես մանր կտրատում ենք։ Ես մածնափրտոշի մի քանի տեսակ եմ պատրաստում իմ միջայլոց, մի հատ սպանախով եմ պատրաստում, մի հատ կարմիր գաղամփով եմ պատրաստում ու մի քանի տեսակի, եթե ցեզ հետաքրքիր է, անպայման գրեք, դրանք էլ կպատրաստենք միասին։ Վարունգնից պատրաստ է։ Okay. Ավելացնում եմ բզդիկ փոս ամանի մեջ կամ խորը, որովհետեւ ավելացնեմ իր վրա մածունը եւ համեմունքը։ Ուզում եմ մոդենա չի ուզում, ուզում է քա չի քա, ես ասեմ ինքը քա։ Ահա։ Ավելացնում ենք մածունը։ Երկար եկորձդի հետ կնայեք եկոր, քան որ սխտորը պիճզում։ Ես այսքան մածնափրտոշին երկու հատ սխտոր գտնեմ։ Եթե դուք ուզում եք ավելի կարող եք ավելացնել, կամ եթե չեք ուզում, կարող եք չի թնել։ Բայց մի թեթև, շատ թեթև կարելի է, քանի որ ավելի համովացնում է։ Okay. Ճզմում ենք։
Սխտորն էլ ավելացրեցինք։ Հիմա մի քիչ աղ։ Եվ պետք է օգտագործենք չորացած անանուխ։ Գնանք բերենք։ Հիմա խառնում ենք։ Հոդը yummy։ Ես կասեի քիչ աղ ավելացնենք, հոդիցս կացի։ Իսկ ես մազնապրտոշին մի կաթիլ սիրաբտղից հետ եմ ավելացնում, կախնիկ։ Իրականում համերը իրար ավելի դենց բացում է։ Հիմա, քանի որ մեր մազնապրտոշն էլ պատրաստ է եւ սպասում ենք կաֆտաները պատրաստվեն, ես մի քիչ ժամանակ ունեմ, կարող եմ մի տեթև քինի տնել, վայելել, միջև մեր մսերը պատրաստվին։ Cheers։ Շատ համով է։ Սպասենք մի քիչ ու պատրաստ կլինի։ Վաու։ Ուրեմն, ուզում եմ, քանի որ ուդելիքը համով եւ քեղեցիկ է, եւ միևնույն ժամանակ անուշիկ ափսեների մեջ մատուցեմ, այսօր ունենք Թոնյանայից այսպիսի ափսե։ Ընդհանրապես արդեն սեթը օգտագործել եմ։ Շատ լուրջ պլեյթինգ եմ անում, քանի որ մտածում եմ ինչ համեր է սպասում մեզ։ Այս սոխերը հալվա են եղել։ Oh my god։ Գիտեք ինչի է հեշտ այսպիսի ուտելիքներ պատրաստել, քանի որ մեկ սինի եք աղդոդում, ամեն ինչ մեկ են դնում եք ու հետո իրականում այդ համերն էլ իրար է տալիս ու դուք ունենում եք իդեալական համովություն։ Եթե նշանված ներկան, որ մեզ նայում են, անպայման այս կպատրաստեք, որ ամուսնանաք, այսինքն այս պաղաթադոմսը կպահեք, ոնց որ ձեր օժիտը եւ կպատրաստեք, որպեսզի ձեր ամուսինը էլ ավելի գոհ մնա ձեզանից։ Այս գծու բաղբեղները ստեղ եմ տնելու։ Այնքան որ գծու են պայթեր են։ Օպս։ Հələ մի հատ նայեք, ես չխոսամ երևի, դուք կամերաներից այս կողմ կարող եք նայել, զմայլիլ, ուրախանալ եւ շուկայացնել, որպեսզի վերցնեք ձեր բոլոր պետքերը եւ պատրաստեք էսի այսօր ձեր ընտանիքի համար։ Դե ինձ սիրելիներս, ահա տեսակ այսօր ինչքան հետաքրքիր ուտեստ ենք պատրաստել, անպայման պատրաստեք դուք էլ վայելեք ձեր ընտանիքների հետ, չմոռանաք հետևել մեր Համի Գաղտնիք էջերին Facebook եւ Instagram եւ անշուշտ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի պատճ չտոնեք ոչ մի հաղորդում ու ոչ մի ծիծաղելի բահ։ Հիմա արդեն պետքա փորձենք այս համովությունը, որտեղից սկսեմ, չգիտեմ։ Երևի մի քիչ միսից վերցնեմ, մի քիչ սոխից շատ հետաքրքիր քրանշի սոխ է ստացվել։ Վաու, հոտը, ուտում ենք։ Շատ համով, գծու,
քինիին համը զգում եմ ու ավելի համովա դարձրել։ Oh my god։ Հիմա պետք է մենք փակենք մեր հաղորդումը, որպեսզի վայելենք այս համովությունը մեր ընկերներով։ Դուք էլ գնացեք վայելեք ձեր ընտանիքների հետ։ Անպայման կպատրաստեք ու ինձ կգրեք, եթե հավանել եք։ Ցեզ բարեխոժակ, մեզ էլ բարեխոժակ, վաղ կհանդիպեք նույն ժամին, առավոտ ժամը 9-ին եւ երկրորդ կեսին ժամը 17:00 Կենտրոն TV եթերում։